Արամ Խաչատրյան համերգասրահում երեկոն սկսվեց Մոցարտի ստեղծագործություններով։ Երիտասարդ սոպրանո Ռուզան Մանթաշյանի կատարմամբ հնչեցին Սյուզանի, Փամինայի եւ Ֆյորդիլիջիի արիաները, Ֆիգարոյի ամուսնությունը, Կախարդական սրինգը եւ Այսպես են վարվում բոլոր կանայք օպերաներից։ Երգչուհին սովորում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում։ Փարիզի ազգային օպերայի երիտասարդ արտիստներ ծրագրի անդամ է։ Վերջին մի քանի տարին է, որ դրսում եմ ուսման նպատակով կամ աշխատանքային Երևան գալիս եմ իհարկե ընտանիքիս տեսնելու, ընկերներիս եւ երբեմն բախտավոր եմ ստացվում է նաեւ համերգներով։ Երգչուհու նախընտրած հեղինակներից մեկը Մոցարտն է, ասում է, որ այս կոմպոզիտորի ստեղծագործությունները հատուկ մոտեցում են պահանջում կատարողից եւ շատ հոգեհարազատ են իրեն։ Մոցարտը ինքը բոլորս գիտենք, թե ինչքան պայծառ մարդ է եղել, թե իր երաժշտության մեջ է դա երևում, որը շատ պայծառ, շատ պոզիտիվ երաժշտություն, նույնիսկ ամենայն տխուր պահերին ինքը ինչ-որ ձևով լույս է ծագում իր երաժշտությունից։ Դրա համար ինձ շատ հոգեհարազատ ու մոտիկ է։ Ռուզան Մանթաշյանն առաջին անգամ բեմ է բարձրացել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ դեռևս 17 տարեկանում։ Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտելուց հետո հմտությունները կատարելագործել է Իտալիայում։ Առաջիկայում ծրագրված է նրա համագործակցությունը Օրլեանի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Միասին կկատարեն Բրամսի գերմանական ռեքվիեմը։ Սուսաննա Պետրոսյան, Գևորգ Ավագյան, ձայնագիր։